Հավատ, հայրենիք, ինքնիշխանություն, ընտրիր Բևեռին, ընտրիր համար 8, ի գործ։ Այսօր զրուցելու ենք ազգային ժողովրդավարական Բևեռ համահայկական կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Գևորգ Կարապետյանի հետ։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ, բարև ձեզ։ Ինչպես է անցնում քարոզարշավը։ Շատ ակտիվ, մենք քարոզարշավը սկսեցինք Մայրաթոր Սուրբ Էջմիածնում, վերադարձանք ազգային էր դա։ Մեր կարգախոսի եւ մեր գործունեության հետ ուղիղ օրգանական կապի մեջ էր, որովհետեւ ազգային ժողովրդավարական Բևեռը եթե ոչ միակ, այլ այն եզակի քաղաքական ուժերից մեկն է այս վերջի շրջանում եղել, որ պաշտպանություն է դրսևորել մեր հայ առաքելական եկեղեցուն, ինչպես է դա դրսևորվել, ասեմ, որ մենք Արևմուտքում, Միացյալ Նահանգներում, Վաշինգտոնում, Բրյուսելում, Լոնդոնում ունենք լոբիստական կազմակերպություններ եւ մեր գործունեությունը մենք ուղղել ենք եկեղեցու պաշտպանությանը, մի քանի անգամ կոնգրեսի լսումներ ենք հրավիրել եկեղեցու պաշտպանության առումով, հեղինակավոր մամուլում ունենք բազմաթիվ հրապարակումներ, բազմաթիվ հոդվածներ ի պաշտպանություն մեր եկեղեցու, մեր արմատներին, մի խոսքով խորհրդանշական էր քարոզարշավի։ Ընթանում է բավականին ակտիվ, շփվում ենք քաղաքացիների հետ, սա եւս մեկ իմպուլս էր ազգային ժողովրդավարական Բևեռի համար, չնայած մենք անընդհատ եղել ենք ակտիվ պայքարի դաշտում, սա եւս պայքարի մի էպիզոդ, մի դրվագ է, որը մենք ուղղակի իրավունք չունեինք բաց թողնել։ Մարզերում եղել եք։ Պարբերաբար լինում ենք, եղել ենք եւ Արթիկում, եւ Ապարանում, Աշտարակում, Գյումրիում, այսօր մեր քարոզարշավը ընթանում է Սպիտակում, ընթանալու է, շարունակվելու է Վանաձորում, մի խոսքով ունենք գրաֆիկ, ունենք պլանավորված շրջագայություններ։ Ինչպես են մարդիկ ընդունում։ Շատ բարյացակամ, իհարկե մի քիչ անվանման հետ Սասնա Ծռեր անվանումը ավելի ճանաչելի է, կարելի ասել բացարձակ ճանաչելի։ Հենքը Սասնա Ծռերն է։ Մեր կուսակցական կորիզը իհարկե, այո, Սասնա Ծռերն է, բայց ազգային ժողովրդավարական Բևեռը ստեղծվել է 2020 թվականի մայիս ամսին, մայիսի սկզբին, ծռերից հետո որոշեցինք ստեղծել մի այնպիսի հարթակ, վերկուսակցական այնպիսի միավորում, որպեսզի ազգային գաղափարախոսությամբ կուսակցությունները, անհատները հնարավորություն ունենան այդ Բևեռում, այդ հարթակում ունենալ իրենց կարծիքը, բանավեճերը, իրենց առաջարկները, մի խոսքով ազգային դաշտը միավորվի մեկ ընդհանուր համակարգի մեջ եւ մենք մեր գործունեության մեջ էլ միշտ մեզ դրսևորել ենք որպես վերկուսակցական համահայկական շարժում, չենք գործել որպես դասական կուսակցություն։ Համահայկական ասել նշանակում է, այսինքն ամբողջ հայությունը, եւ Սփյուռքը, եւ Հայաստանում։ Այո, մենք ակտիվ աշխատում ենք եւ մեր Սփյուռքի հայրենակիցների հետ, եւ Հայաստանում բնակվող մեր Հայաստանի քաղաքացիների հետ, այնպես որ մեր համահայկական կոչումը ուղղակի բառերի խաղ չի, դա հենց գետնի վրա երևում է, որ մենք աշխատում ենք։ Շատ լավ, պարոն Կարապետյան, ձեր ծրագրի առաջին իսկ կետով առաջարկում եք սահմանել ոչ կուսակցական պրոֆեսիոնալ անցումային կառավարում։ Քանի որ դուք կուսակցություն եք եւ մասնակցում եք ընտրությունների, ինչպես եք պատկերացնում գործնականում, ինչպես եք դա իրականացնելու։ Այսինքն ընտրվելուց հետո դուք իշխանության ներկայացուցիչներ ընտրելու եք ոչ կուսակցականներին, լինելով կուսակցություն։ Տեսեք, մենք տարիներ շարունակ պայքարել ենք գործող համակարգի դեմ եւ հասկացել ենք, որ համակարգի գործիքակազմը այնպես է ծրագրավորված, որ տանելու է սկզբում Արցախի կորստին, հետո Հայաստանի լիակատար կորստին եւ մենք ունենալու ենք ազգային աղետ։ Ցավալիորեն որոշակի կանխատեսումներում մենք ժամանակագրության մեջ ճիշտ ենք դուրս եկել եւ հասկացել ենք համակարգը փոխելու իրական ազգային իշխանություն ձևավորելու մաքուր քաղաքական դաշտ ձևավորելու հիմնական բանաձևը հենց անցումային կառավարություն ձևավորման մեջ է։ Որի անդամները լինելու են ոչ միայն մենք, այլ մասնագետների պրոֆեսիոնալ մասնագետների խումբ,
այսինքն ոչ կուսակցական խումբ։ Որտեղից է գտնելու այդ մարդկանց։ Այդ մարդկանցով հարուստ է մեր ազգը, որոնց շատ դեպքերում ոչ նկատում են, ոչ ուշադրություն են դարձնում, ոչ էլ այդ մարդիկ մեծ հանրային, այսպես ասած, ճանաչելիություն ունեն։ Չնայած նաև հանրային ճանաչելիություն ունեցողների մեջ էլ կան պրոֆեսիոնալներ, իրենց մասնագիտության մեջ փայլող մարդիկ, որոնք իդեպ նաև մասնակից կլինեն անցումային անաչառ այդ միսիայի մեջ։ Նա մեկ ամյա ծրագիր է, որը իր մեջ իդեպ ասեմ, քանի որ մենք կուսակցություն դարձանք 21 թվականի ընտրություններից առաջ եւ ժամանակ, որովհետեւ օրենքը այլ բան չէր նախատեսում, ասենք օրենքի պահանջն էր, որ միայն կուսակցությունները այս ռեյտինգային օրենսգրքով ընտրական միայն կուսակցությունները իրավունք ունեին մասնակցել ընտրություններին եւ մենք ստիպված էինք այդ համահայկական մեծ շարժումը, մեծ միավորումը ազգային ժողովրդավարական բևեռը գրանցել որպես կուսակցություն, որպեսզի շանս ունենանք մասնակցել ընտրություններին։ Ես ձեզ հասկացա։ Իսկ անցումայինի մասով ասեմ, իրենք ձևավորելու են անցումային կառավարություն, որը տալու է իրավաքաղաքական գնահատական անցած ժամանակաշրջանի համար, այսինքն հռչակելու է Հայաստանը առաջին հանրապետության իրավահաջորդ, որի հիմքերի վրա իրականացնելու է անցումային արդարադատություն, այնտեղ դուք կտեսնեք նաև լյուստրացիա բառը մաքրագործում։ Տեսել եմ, առանձին հիմա կխոսենք այդ ձեր նշված կետերի մասին։ Դուք առաջարկում եք անվավեր ճանաչել 1921 թվականի Մոսկվայի պայմանագիրը։ Այո։ Եվ վերանայել ԽՍՀՄ սահմանները։ Այո։ Իրավական տեսանկյունից հասկանալի է, բայց քաղաքականապես արդյոք սա չի նշանակում պատերազմի հայտարարում հարևան պետություններին՝ Վրաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան եւ նաեւ Ռուսաստան այս դեպքում։ Ես կարծում եմ, որ ոչ, որովհետև եթե ուշադիր լինենք, ապա կտեսնենք, որ եւ Վրաստանը եւ Ադրբեջանը իրենց սովետի փլուզումից հետո իրենց հայտարարել են առաջին հանրապետության իրավահաջորդ, բայց ի տարբերություն Վրաստանի եւ Ադրբեջանի, Հայաստանը միակն է անդրկովկասյան երկրներից, ում առաջին հանրապետությունը ճանաչվել է ազգերի լիգայի կողմից, իդեպ ազգերի լիգան էլ ՄԱԿ-ի նախորդ կազմակերպությունն է, որի փաստաթղթերը այսօր գտնվում են Միացյալ Ազգերի կազմակերպության։ Ազգերի լիգան գոյություն չունի։ Ունի Միացյալ Ազգերի կազմակերպությունը, որի ՄԱԿ-ը, որի ազգերի լիգայի իրավահաջորդ է Միացյալ Ազգերի կազմակերպությունը, այսինքն իրավական փաստաթղթերի առումով ազգերի լիգայի փաստաթղթը մեր համար միջազգային իրավունք է։ Շատ լավ, սա նշանակում է, որ եթե դուք տարածքային պահանջ ներկայացնեք Վրաստանին, Իրանին, Թուրքիային եւ Ադրբեջանին զուտ փաստաթղթով պարզապես այս պետությունները զիջելու են այդ տարածքները ձեզ Հայաստանին։ Ոչ, ես պարզաբանեմ, տեսեք, Իրանի հարցով որևէ լուծման մեջ, այսինքն ոչ ազգերի լիգայի որոշման մեջ, որը 1920 թվականի փետրվարի 24-ին Փարիզի վեհաժողովում հաստատվեց Հայաստանի տիտղոսը Արցախի, Նախիջևանի, Դաշտային Արցախի նկատմամբ, այդտեղ չկա որևէ 1 սանտիմետր Իրանի տարածքի հետ կապված, ներկայիս Իրանի հետ կապված, ընդհանրապես որևէ պահանջ չկա տարածքային։ Ադրբեջանի դեպքում, Թուրքիայի դեպքում, Ադրբեջանի դեպքում, Վրաստանի, տեսեք, Ադրբեջանի դեպքում նախ Ադրբեջանը տիտղոս միջազգային իրավունք չունի ոչ Արցախի նկատմամբ, ոչ Նախիջևանի նկատմամբ։ Արցախի նկատմամբ Ադրբեջանի տիտղոսը միայն կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոյի որոշումն է, իդեպ ինքը եւս դրանից հրաժարվել է հրճակելով իրեն առաջին մուսաֆաթական Ադրբեջանի, որը ավելի լայն տարածքներ է ներառում իր մեջ, նաեւ ներկայիս Հայաստանի տարածքը։ Իսկ ինչ վերաբերվում է Վրաստանին, վերջերս եղել է նման շեշտադրումներ, թե Վրաստանի հանդեպ մենք որևէ տարածքային պահանջ չունենք։ Չունենք որևէ տարածքային պահանջ, ինչ վերաբերվում է Վիլսոնի իրավարար վճռին,
իրավունքը մի բան է, իսկ իրավունքի կիրառելիությունը կամ այդ կիրառման արդյունքում ինչպիսի դրույթներ կառաջանան, դա լրիվ այլ հարց է։ Ճիշտ եք ասում, հիմա կիրառելիության առումով եւ ամենագլխավորը մենք Վրաստանի հետ ունենք շատ սերտ բարեկամական հարաբերություններ, որը որևէ կերպ սակարկման ենթակա չի, ինչպես նաեւ սակարկման ենթակա չի մեր իրավունքների հարցը։ Տեսեք, նույն Վրաստանը իր այսպես ասած, առաջին հանրապետության իրավահաջորդության հիմքի վրա որոշակի իրավունքներ է պահպանել նաև Լոռվա մարզի նկատմամբ, ինքը համարում է, որ Թիֆլիսի գուբերնիայի ինչ որ մաս է եղել ժամանակին, այսպես ինչ որ խառը բաներ կան, որոնք բայց մենք իրար մեջ մենք նույնիսկ այս խոսակցությունը պետք է ընդհանրապես տեղի չունենար Վրաստանի մասով, որտեղ Վրաստանի մասով մենք չենք ունեցել գոյութենական պայքար։ Տրամաբանական հարց է ըստ դրույթի։ Ըստ իրավունքի, տեսեք, ըստ իրավունքի նախ Վիլսոն իրավարար վճիռը հենց Միացյալ Նահանգներն էլ այսօրվա հնարավորություն չունի այն խմբագրելու, փոփոխելու որևէ, այսինքն շահառուն մենք ենք, այսինքն եթե դա հասնի մեզ, դրա կիրառելիությունը մնում է Հայաստանին։ Իսկ ինչ վերաբերվում է վճիռը խմբագրելու առումով, վճիռը ոչ ազգային ժողովրդավարական բևեռն է կայացրել, ոչ մենք դրա խմբագրման կամ մենք ուղղակի Հայաստանի հիմնարար իրավունքներին տեր ենք կանգնելու, իսկ եթե հարցը հենց առաջանում է Վրաստանի մասով, փորձելով ստեղծել իբրև հակադրություն այսօրվա մեր վրաց ժողովրդի բարեկամական պետության հետ, ես այդտեղ չեմ տեսնում որևէ խնդիր, որովհետև նախ մեր հայերը Թիֆլիսում ունեցել են մշակույթի առումով մեծ ներդրումներ, մեր հայերը Վրաստանում ունեն հավասար իրավունքներ, գոյութենական որևէ պայքար չի եղել եւ այս պահին մենք ունենք միայն սերտ բարեկամական հարաբերություններ, մենք հնարավոր է ընդհանրապես չանդրադառնանք, որովհետեւ այդ իրավունքը դա մեր կիրառելությունն է եւ չի կիրառվելու այն հերոստատիտողը, որը դեռ չի կողմնորոշվել ընտրություններից առաջ եւ չգիտի ձեր օգտին քվեարկի թե չքվեարկի, այս զրույցը հենց նրա համար է, որպեսզի դուք ձեր դիրքորոշումը հստակ արտահայտեք, մարդիկ հասկանան դուք ինչ կողմնորոշում ունեք այս հարցում։ Հատկապես դրույթը կարդալուց հետո տրամաբանական է, որ նման հարցեր առաջանան, թե Իրանի նկատմամբ, թե Վրաստանի, թե Ադրբեջանի, թե Թուրքիայի եւ նաեւ Ռուսաստանի նկատմամբ։ Հիմա հաջորդը դուք նշում եք, որ ազգ բանակ հայեցակարգի մասին եք խոսում, որտեղ անվտանգությունը հիմնված է սեփական կարողությունների, այլ ոչ թե արտաքին կախվածության վրա։ Բայց միևնույն ժամանակ արտաքին քաղաքականության բաժնում նշում եք, որ Միացյալ Նահանգների եւ Հնդկաստանի հետ ռազմավարական գործակցություն եք նախատեսում։ Սա հակասություն չէ արդյոք։ Ոչ, թույլ տվեք չհամաձայնվել ձեր ենթադրության հետ, ես փորձեմ պարզաբանել, այսօր մեր ժողովրդին ամենաշատը, որ պետք է հետաքրքրի, դա Հայաստանի անվտանգությունն է։ Իսկ խաղաղությունը պետք է լինի անվտանգության հետևանքը, ոչ թե դրա փոխարինողը։ Եվ մենք ի տարբերություն մնացած շատ քաղաքական ուժերից ունենք ռեալ հստակ պատկերացում անվտանգության մասին, մենք առաջարկում ենք Հայաստանին իրական անվտանգություն, ինչ է դա նշանակում։ ԱՄՆ-ի հետ ոչ ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակի ձեռքբերումը շեշտակի ավելացնելու է մեր անվտանգային մակարդակը, ինչպես մենք ունենալու ենք սպառազինության համատեղ արտադրություն բոլորովին նոր գներով, միգուցե նաև շատ դեպքերում անվճար սպառազինության, չէ, այդ կարգավիճակը նախատեսում է հենց այդպիսի դրույթներ, որտեղ այսօր նման կարգավիճակ ունեցող պետությունները ունեն հենց այդպիսի դրույթներ եւ այդպիսի կարգավիճակ։ Ռազմական գործակցությունը արդյոք չի ենթադրում, որ պատերազմի դեպքում երրորդ երկրի դեմ պատերազմի ժամանակ Հայաստանը կարող է ներգրավվել։ Ոչ, ԱՄՆ ոչ ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակը չի նախատեսում, որ մենք պատերազմելու ենք ԱՄՆ-ի համար կամ ԱՄՆ-ի զինվորները գալու են մեր համար ստեղ պատերազմեն, ինչը ցույց տվեց, որ որևէ երկիր դրան պատրաստ չի եւ ռուսները դրան պատրաստ չէին եւ ֆրանսիացիները դրան պատրաստ չէին։ Մեր երկիրը հարկ լինելու դեպքում պաշտպանելու ենք մենք հայերս, բայց
այստեղ մի նաև հարց է ծագում, թե ինչպես ենք դա կազմակերպելու ներսում։ Տեսեք, մենք 15, եթե ոչ ավել տարի առաջ ունենք ազգ բանակ հայեցակարգը դուք նշեցիք, որը իր մեջ ներառում է նոր պաշտպանական համակարգ։ Ինքը իր մեջ ներառելու է ամբողջ հայության, ամբողջ նաև ազգաբնակչության մասնակցությունը երկրի պաշտպանությանը։ Շատ լրատվականներում շեշտվել է, որ դա որոշակի նմանություն ունի, որտեվ այդ հարցը այնքան մեծ ծավալուն է, հնարավոր է մի մեծ հաղորդում նվիրել մեր աշխատությունը իդեպ Վարուժան Ավետիսյանի որքան հնարավոր է մաչելի, բայց կարճ ներկայացնեմ, դա շվեյցարական մոդելի երկիր ունենալն է, որը իր երկրի ներսում խորքում ունի խորը պաշտպանական համակարգ, սկսած արդյունաբերությունից վերջացրած ցանկացած քաղաքացու քաղաքացիական կյանքը չվնասելով։ Այսինքն ունենք զարգացող արդյունաբերություն, որը ցանկացած պահի կարող է վերածվել ռազմական արդյունաբերության։ Բանակում ովքեր են ծառայելու։ Մենք դնելու ենք սահմանային վերահսկողությունը անելու են պրոֆեսիոնալ թիմերը, արագ արձագանքման թիմերը, կիրառելով նոր գործիքակազմ, այսինքն բարձր տեխնոլոգիաների ներդրումը լինելու է մեր երկրում ամենաիդեալականը, որովհետև մենք այդքան մեծ մարդկային ռեսուրս չունենք, որպեսզի սահմանային հսկողությունը դնենք 18 տարեկան եւ թիրախավորենք 18 տարեկան։ Ռոբոտներն են հսկելու։ Չէ, միայն ռոբոտները չեն հսկելու, այլ տեսա ձայնային եւ մենք այսօր տեսնում ենք, չնայած մենք 21 թվականին հայտարարում ենք, որ արհեստական բանականության 4-րդ արդյունաբերական հեղափոխությունն է լինելու աշխարհում եւ մեզ էլի անհասկանալի ենք թվում, հիմա էլ ենք դա ասում, մենք մեր կանխատեսումների մեջ շատ դեպքերում ճիշտ ենք եղել եւ ցավն այն է, որ հենց կոնկրետ ժամանակի մեջ, այսինքն եթե այսօր մենք նայենք, մենք էլի որոշակի առումով անհասկանալի կթվանք, սակայն մենք ապագան կանխատեսելու ճիշտ ռազմավարական կանխատեսումներ, վերլուծություններ անելու ունակ կուսակցություն ենք, քաղաքական ուժ ենք։ Հիմա ծրագրի երկրորդ մասում նշվում է լյուստրացիայի իրականացում եւ ժամանակավոր դատական մարմինների ձևավորում։ Ինչպես է այս գործընթացը ապահովելու, որ չվերածվի քաղաքական վենդետայի, հաշվեհարդարի։ Խոսքը անցումային արդարադատության մասին է, որը իր մեջ բացարձակ վենդետա չի, այլ հակառակ դա բխում է Հայաստանում գործող բոլորի շահերից իրականում։ Փորձում են ներկայացնել դա իբրև դա վենդետա է, բոլորին կախաղան են հանելու, բայց բացարձակ դա այդպես չի, հակառակ անցումային արդարադատությունը իր մեջ ամենամեծ հատվածը համաներումների եւ հանրային հասարակական համերաշխության մասին է ավելի շատ, քան պատժի, բայց այնտեղ կա նաեւ պատասխանատվության բաժին, այսինքն կարմիր գծերը, որոնցից անդին բնականաբար պետք է պատասխանատվություն կրենան այրիկ, այն անձերը կամ խմբավորումները, որոնք իրենց նեղ անձային շահերին են ծառայեցրել պետությանը եւ պետության հնարավորությունները կամ մի խոսքով եթե որևէ հանցանքի մեջ նրանք ունեն այդ կարմիր գիծը հատելու հասկացա։ Եթե դուք խոսեցին կարմիր գծերից, հիմա դուք որն է ձեր կարմիր գիծը, եթե կոալիցիա կազմելու անհրաժեշտություն լինի։ Այսինքն ում հետ դուք ձեր կարմիր գծերը ում հետ թույլ չեն տալիս կոալիցիա կազմել։ Տեսեք, մենք սկզբունքորեն դեմ ենք ներկայ իշխանության 3-րդ ժամկետի կառավարումը, այսինքն իրենց վերարտադրությանը կտրականապես դեմ ենք, սա միանշանակ է, մենք մեր տարիների այս վերջին տարիների մանավանդ պայքարով դա ապացուցել ենք, այդ հարցը պիտի որ իշխանության հետ, այսինքն կարմիր գիծը կոալիցիա կազմելը։ Հա, իշխանության հետ, որովհետև նրանք մեր դիտարկմամբ տանում են դեպի թրքացում, մեր իրավունքների ազգային արժանապատվության նսեմացում, ոտնարում, որոնց հետ իսկ ինչ վերաբերվում է ինքնիշխանությանը, Հայաստանի ինքնիշխանությանը, որևէ աշխարհաքաղաքական կենտրոնից Հայաստանին վասալ դառնալը մեր համար նույնպես կարմիր գիծ է։ Մենք կողմ ենք ազգային իշխանության ձևավորմանը եւ Հայաստանի ինքնիշխանության եւ շարունակականությանը եւ դրա հիմքին։ Պարոն Կարապետյան, մի քանի հարցել շատ արագ ենթադրում են արագ պատասխան, արագ մեկ բառով պատասխան, այսպես ասեմ, արևմտյան արժեքներ, թե ազգային ավանդույթներ, թե հնարավոր է դրանք համադրել։
Եվ ինչպես եթե հնարավոր է համադրել։ Մենք ունենք մեր ազգային առանձնահատկությունը եւ մենք ունենք մեր ժողովրդավարության պատկերացումը արևմտյան, նաեւ արևմուտքում էլ կա տարբեր երկրներ, տարբեր ազգեր եւ տարբեր առանձնահատկություններ։ Մենք էլ դրանցից մենք կողմ ենք ժողովրդավարությանը եւ երկրում արդարության հաստատմանը։ Ով է ԱԺԲ-ի թիվ 1 քաղաքական հակառակորդը Հայաստանում։ Կեղեքիչ համակարգը։ Ներկա պահին նաև գործող իշխանությունը։ Հայաստանը 5 տարի անց 2031 թվականին ձեր պատկերացմամբ մեկ բառով։ Եթե մենք գանք իշխանության շատ իրավունքներով եւ ռազմականապես անվտանգ մեր երազանքների, մեր պատկերացումներին մոտ Հայաստան ենք ունենալու։ Եթե մնա այս իշխանությունը եւ մենք քանի որ կանխատեսումներից խոսեցինք, կարճ ասեմ, եթե հնարավոր է, եթե այս անգամ էլ մեր կանխատեսումները անտեսվի, որտեղ 18 թվականին մենք էլի կանխատեսումներ ունենք, 16-ին էլ ունենք կանխատեսումներ, ինչ կանխատեսումների մասին է խոսքը։ Մենք 18 թվականին ասել ենք, որ էֆորիայի ֆոնի վրա ձևավորվող ազգային ժողովը, որը չի արտահայտելու ամբողջ ժողովրդի նպատակները եւ հնարավորություն չի ունենալու կանխել, կասեցնել այն դամոկլյան սուրը, որ կախված է Հայաստանի եւ Արցախի գլխին, տանելու է կարճաժամկետ կառավարման, այսինքն ազգային ժողովը կառավարելու ընդհանրապես տարիքես 2 տարի ժամանակ։ 2021-ին էլ ընտրություն եղավ եւ ընտրվեց ԿՊ-ն։ 2021-ին էլ մենք էլի հայտարարեցինք, էլի մեր առաջարկները հիմնականում, եթե ուշադրություն դարձնեք, հիմնականում նույնն են մնացել։ Ուղղակի կիրառելիությունը ավելի է դժվարացել մեր համար։ Եթե լսեին ժամանակին, միգուցե ոչ պատերազմ լիներ, ոչ էլ մենք այսքան կորուստներ ունենայինք, կամ այսպիսի արդյունք չգրանցեինք։ Ինչու քաղաքացին, որը այսօր տատանվում է, պետք է ընտրի ԱԺԲ-ին։ ԱԺԲ-ն միջև ԱԺԲ դառնալը անցել է բավականին ծանր ժամանակաշրջան, ունի անցած ճանապարհ, ԱԺԲ-ին չի վախեցրել ոչ մահափորձերը, ոչ բանտարկությունները, ոչ հալածանքները, մնացել է իր սկզբունքներին հավատարիմ եւ ոչինչ չի խնայել հայ ժողովրդի համար, այսօր ներկայանում է, խնդրում ենք, հորդորում ենք, կոչ ենք անում մեր քաղաքացիներին քվեարկել 8-րդ համարի քվեաթերթիկին ազգային ժողովրդավարական բևեռին։ Շնորհակալություն, որ ժամանակ գտաք մեզ հետ զրուցելու համար։ Մենք զրուցում էինք ազգային ժողովրդավարական բևեռ համահայկական կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Գևորգ Կարապետյանի հետ։ Ցտեսություն։ Հավատ, հայրենիք, ինքնիշխանություն, ընտրիր բևեռին, ընտրիր համար 8 ի գործ։